Ողջույն 24-ի եթերում հետագիծնևես Նարեկ Գալստյան ու այս պահին ես հյուրն կալեմ խորհրդարանի Հայաստան դաշինքի падգամավոր հույդա անդամ Արթուր Խաչատրյանին։ Պարոն Խաչատրյան, ողջունում եմ եւ շնորհակալություն շատ հրավերս ընդունելու համար։ Սիրով։ Պարոն Խաչատրյան, ինչու եք դուք դեմ խաղաղությանը։ Իսկ ով ասաց, որ մենք դեմ ենք խաղաղությանը։ Իշխանությունները ասում են մենք վատ, լավ, մի քիչ տկլոր, մի քիչ հագնված, մի քիչ ոչ օսլայած, մի քիչ ոչ այսպես ճերմակ օձիքով խաղաղության թուղթ ենք բերել, բայց դա վերջիվերջո պրակտիկ շակ է խաղաղությանը եւ ինչպես Արարատ Միրզոյանն ասում է, դրա հակառակը ճահիճ է, որից մենք դուրս չենք գալու եւ ընկղմվելու ենք։ Ընդդիմությունը քննադատում է մի փաստաթուղթ, որը ապահովելու է Հայաստանի էգզիստենցիալ գոյությունը։ Սա իշխանության գնահատականն է եւ ես դա փոխանցում եմ մի քիչ ավելի պրովոկատիվ ձևով ձեզ։ Արեք, հիշեցնեմ Նիկոլ Փաշինյանը ինչ ուղերձով դիմեց ժողովրդին 2020 թվականի նոյեմբերի 9-ի ուշ գիշերը։ Որ ես ստիպված էի սա 25000 զինվոր էր եւ սկզբից 20-ով սկսեց, հետո ասեց մինչև 35000։ Այսինքն ինքը զիջումը պայմանավորվեց խաղաղություն բերելու ցանկությամբ։ Եվ այդ օրվանից ի վեր իրենք բոլոր զիջումները պայմանավորվում են խաղաղություն բերելու ցանկությամբ։ Սկսվեց ադրբեջանական ԽՍՀ նախկին Ղուբաթլուի շրջանից զորքերը 60 կիլոմետր հետ քաշելով։ Չէ, ինչ ասեց չլինեինք, անվտանգային համակարգը չէր գործում, կլիներ պատերազմ։ Նույն հիմնավորումը կար, երբ իրենք թուրքերին զիջեցին Գորիս Կապան ճանապարհի Շուռնուխի հատվածը։ Եվ ամբողջ այսենց իրար հետևից էլի իրանք զիջում են եւ էլի հիմնավորում են պատերազմից խուսափելու ցանկությամբ, բայց պատերազմը ինչքան մոտ եղել է, ել ավելի մոտեցել է։ Ինչքան սրանք մոտենում են խաղաղության, իրենց չակերտավոր, այդքան խաղաղությունը Հայաստանից հեռանում է։ Առանց սեթևեթելու փորձեմ ձևակերպել իրավիճակը իշխանության տեսանկյունից։ Ցավոք սրտի ծանոթ եմ իշխանության տեսակետից։ Եվս մեկ անգամ բանակի ողնաշարը ջարդված է, զենքի սարսափելի պակաս ունենք, սպառազինության սարսափելի պակաս ունենք, պաշտպանությունը մեր մանավանդ հաշվի առնելով իշխանասարից մինչև ջերմուկ ընկած հատվածներում եւ Գեղարքունիքում նույնպես այդպես շարունակեք, վերևել գնացեք ներքև։ Ու այսպես, այսինքն օկուպացիան, թշնամու ագրեսիվ կեցվածքը, մեր դաշնակիցների բացակայությունը, հապկում մեխանիզմների չգոյությունը ու այսպես շարունակ ստիպում է մեզ այս պահին հնարավորինս շատ գնալ մի գործընթացով, որը կհեռացնի մեզանից պատերազմը, թեկուզ ռետուշարած զիջումները։ Չէ, բայց ես ելի եմ ձեզ ասում, պատերազմը իրենք դրանով չեն հեռացնում, որտեղ ինչ որ կազուս բելի չեն տալիս։ Իսկ կազուս բելի կար, օրինակ 20 թվականի սեպտեմբերի 27-ին։ Այո։ Ինչը։ Որովհետև այս իշխանությունը մերժեց խաղաղության կարգավորման վերջին միջազգային առաջարկը մեծաշող։ 19 թվին մերժեց։ Հա, բայց բերեց հանգեցրեց դրան։ Շատ լավ, 23 թվականին մեծաշող կազուս բելի էր նաև հուլիսը ադրբեջանցիների։ Ընդունում եմ, համաձայն եմ, այսինքն կազուս բելի իրանք ստեղծեցին, այս իշխանությունը է ստեղծել։ Եվ այո։ Okay, 16 թվականի ապրիլին էլ չկար։ Կազուս բելին կարելի է ստեղծել, եթե կա պատերազմ սկսելու ցանկություն։ Դե ադրբեջանցիների մոտ կա։ Այսինքն փոքր ասում են մենք գտնվում ենք մեր լեգիտիմության մեջ եւ բնականաբար երբ որ դուք մեր լեգիտիմության մեջ ես, ապա իհարկե սպեն ասում եմ ինքս իմ ասացի վրա մի քիչ նաեւ ծիծաղս գալիս է, ես հանգիստ կարող եմ ծիծաղել, չէ՞։ Ապա հարցակումը ցավոք սրտի կամ բարեբախտաբար չի ստացվում։ Այս ինչ որ դուք նշեցիք, Ադրբեջանն է գիտի, ինքը գիտի որ դու թույլ վիճակում ես եւ կարող անցած ճնշելու է։ Մենք ենք մեր սարերն է, չէ՞, ասում Անտոնիո Ռևազը գիտի որ տեղներս նեղ է, դրա համար էլ շատ բան է ուզում։ Այսինքն եթե իրանք կարծում են, որ ինչքան խորը գլուխները կախեն, ինչքան ավելի ցածր ծնկի գան, դանով Ադրբեջանի պատերազմական հակումները կզսպեն, մտադրությունները ներողություն եմ խնդրում, ձախողում են։ Չի լինում sense բան, այսինքն ամեն զիջումներով, որ դու զիջում ես, իրանք ավելի են ուզում։ Հետևաբար իրանք այս քաղաքականությունը Իվերուս ձախողված է։ Բախաշյան, ունենալով դու կարողանաս կանխես դա։ Ունենալով այն ինչ որ մենք հիմա ունենք, այն մեկնարկային իրավիճակը, որ հիմա ունենք, ասենք վաղը Փաշինյանը գնաց։
Պայմանական, մի ժամից գնաց։ Եկավ Արթուր Խաչատրյանը վարչապետ։ Իհարկե ես դա չեմ ցանկանա, որովհետև ձեր նկատմամբ բացասական վերաբերմունք չունեմ, բայց այնուամենայնիվ։ Լավ։ Եթե եկաք դարձաք վարչապետ, մարտահրավերները չեն հեռանում, ադրբեջանական ցանկությունները չեն հեռանում։ Ավելին ասեմ, ինչպես 21 թվականին Թուրքիայի գենշտաբը ներողություն Չավուշօղլուն հայտարարեց թափանցիկ, որ իրենք պատրաստ են միջամտել, եթե Փաշինյանին ինչ-որ մեկը նեղացնի։ Ժամանակ է լինելու։ Հարցը ինչն է, այն ինչ որ անում է իշխանությունը հստակ է։ Այն ինչ որ դրան հակակշիռ առաջարկում է իշխանությունը կանխելու համար են բոլոր մարտահրավերները, որոնք որ կան եւ որոնք ոչ միտեղ չեն անհետանալու Փաշինյանի գնալով։ Այդտեղ հստակություն չկա։ Եկեք դե նախ առաջի հարցին պատասխանեմ, որ տպավորություն չստեղծի, որ խուսափում եմ, հետո երկրորդ հարցն էլ կպատասխանեմ, որ դարձյալ այդ տպավորությունը չստեղծվի։ Մենք խաղաղությանը դեմ չենք։ Ընդհակառակը, մենք ասում ենք, որ խաղաղություն հաստատելու համար լրիվ այլ բան է անհրաժեշտ։ Ինչ որ այս իշխանություններն են անում, մեզ պատերազմից չեն հեռացնում, ընդհակառակը մեզ մոտեցնում են պատերազմին։ Այսինքն մենք դեմ ենք ոչ թե խաղաղությանը, ինչ որ այս իշխանություններն են փորձում համոզել ժողովրդին, այդ նարատիվն են անընդհատ պտտում, որ կամ զիջում, կամ պատերազմ, կամ սայրեպիզիչ են, կամ պատերազմ։ Եվ դա այլ եմ ասում, 5 տարի համարյա, 4.5 տարի անընդհատ այդ նարատիվը կրկնվում է։ Մենք դա չենք ասում, մենք ասում ենք պիտի կանխել պատերազմը, իսկ sense չես կանխում։ Այսինքն քայլ առաջին առնվազն այս կուրսը պետք է կանգնացնի։ Դա բերել է պատերազմի արագ։ Իրենց քաղաքականությունը։ Չէ, այսինքն եթե այս բանը դու հայտարարեցի, որ Ադրբեջանի հետ այս բանակցային գործընթացը չի բխում Հայաստանի ռազմավարական շահերից ու մենք այլ մոդել ենք առաջարկում, Ադրբեջանի համար ստեղծում ես այդ կազուսպելին այսպես կոչված, որը նա հարձակում է, ասում քո իշխանությունը այլ բաներ պայմանավորել, ես Հայաստանի հետ եմ բանակցում։ Գիտեք, ասեմ այդ հակարտը ինչումն է, որից ես ինքս էլ այդ պատասխանը չունեմ, պարոն Խաչատրյան, ես էլ անձամբ չունեմ ու դրա համար եմ հարցնում նաև իմ հյուրերին, որ ստեղծվել է մի իրավիճակ, մի փակուղի է ստեղծվել, որից դուրս գալու ելքերը առնվազն գոնե ինձ համար տեսանելի չեն։ Ես ուզում եմ որ դուք այդ ելքերը մի իմաստուն մարդ մի անգամ ասել փակուղուց ելքը գտնվում է այնտեղ, որտեղ որ մուտքը։ Այսինքն այս իշխանությունները իրենց քաղաքականությամբ ստեղծեցին այս փակուղին։ Հետևաբար այդ քաղաքականությունը պետք է դադարեցնել։ Իսկ կոնցեպտուալ մակարդակով անհրաժեշտ է կարճաժամկետ, ոչ թե բանակը զորացնել, դիվանագիտությունը։ Անհրաժեշտ է գտնել հարաբերություն, ոչ թե գտնել, հարաբերություններ հաստատել այն ուժերի հետ, որոնք պատրաստ կլինեն ապահովել Հայաստանի անվտանգությունը առնվազն կարճաժամկետ կտրվածքով, մինչև ստեղ ներսում իրավիճակը կանոնանա, եւ դու սկսես Ադրբեջանի հետ բանակցություն։ Ում է դա հետաքրքիր։ Ես կարծում եմ դա հետաքրքիր է առնվազն հյուսիսին, հարավին եւ արևմուտքին, որովհետեւ որևէ մեկին ձեռնտու չէ Ադրբեջանի այս լկտի կեցվածքը եւ Ադրբեջանի ինքնուրույն, անկանխատեսելի եւ բավականաչափ հզոր գործոն դառնալու անթաքույց միտումները։ Դա սպառնալիք է թե Իրանին առաջի հերթին, դա խառնում է Ռուսաստանի եւ Վրաստանի հաշվարկները, որովհետև չմոռանանք, Վրաստանի հետ էլ Ադրբեջանի հետ հարաբերությունները թավշյա չեն։ Եվ դա նաև արևմուտքին կարող է խանգարել, որովհետև դու դառնում ես մեկը։ Արևմուտքը քիչ հարաբերական է, պարոն Խաչատրյան։ Վերջին իրադարձությունների ֆոնին։ Կարծում եմ, որ որոշ հարթություններում, որոշ խնդիրներում Բրյուսել, Վաշինգտոն շահերը համընկնում են, որովհետև այս տարածաշրջան հարավային Կովկասը չէ, ավելի շուտ դեպի Մերձոր Արևելք եւ ամենաշատը դեպի Կենտրոնական Ասիա։ Այո, այս ուժերը ուզում են մուտք ունենան դեպի Կենտրոնական Ասիա, դրանից հետո դեպի տակ։ Դրա համար Ադրբեջանին կաջակցեն բացել այսպես կոչված միջանցք։ Եվ դառնան Ադրբեջանի գերին։ Ինչու գերին։ Որովհետև Ադրբեջանը կդառնա երկրորդ Թուրքիա։ Չէ՞, Թուրքիան էփեցին, ներողություն աճացրեցին, որպես սպառնալիք թե արաբական աշխարհի վրա, թե սովետական միության դեմ, հետո բանը ասամ նրան, որ Թուրքիան Ամերիկային թույլ չտվեց Ինջերլիկի ռազմաբազան օգտագործեն։ Եվ հիմա հայտնի չի ով ավելի շատ պետք է ով ավելի շատ ճնշում։ Եվ հետևաբար է տարածաշրջանում Ռուսաստանի ազդեցության թուլացմանը եւ հեռանկար կայունարով Չինայից։ Հիմա ասում ինչ-որ դες կպատասխանան, էլի ենթադրում եմ ԿՊԱԿ-ները, բայց եթե օրինակ Ռուսաստանը այդ պատասխանատվությունը ստանձնի, ինչ պետքա թուլանա։ Ավելին ասեմ, այս հարցում, կրկնում եմ, այս հարցում, որքան էլ որ դա պարադոքսալ է, այս երեք ուժերի
շահերը համընկնում են, հեչ պատահական չի, որ ձևավորվեց Եթե համընկնում են, պարոն Խաչատրյան, բարակամ ուղիղ կկանխեն ադրբեջանական հնարավոր ինտերվենցիան։ Երեք գիշերվա արտգործնախարարության հայտարարությունը կարդացեք։ Ադրբեջանական։ Հայաստանի, այո, գիշերվա չէր։ Գիշերվա, տարբեր բաների մասին ենք խոսում։ Հայաստանը ողջունում է Տաջիկստանի եւ Ղրղստանի միջև։ Դա չէ։ Այսինքն եթե Հայաստանը, Տաջիկստանը եւ Ղրղստանը համաձայնվել է, ում գործնակիցը այնտեղ խոթի ասես Պամիրի կամ արևմտյան Հիմալայների որտեղով է սահմանը անցնում։ Հիմա եթե Փաշինյանը ինքը ընկրկում է, ինչ որ մեկը պետքա գա Հայաստանի շահերը պաշտպանել։ Հարցը ընկրկելու չի, հարցը այնն է, որ անգամ այդ ընկրկելով ամեն անգամ երբ որ ինքը ասում է խաղաղության պայմանագիր, ես էլ կանենք, այն էլ կանենք, այսօր արդարության նախարարը մեկնաբանելով դա Փաշինյանի այսպես կոչված տարածաշրջանային սահմանադրություն հայտարարություն ասում է դա պետք է լինի սահմանադրություն, որը չի խոչընդոտի տարածաշրջանում խաղաղությանը։ То есть ակնարկում է, որ ադրբեջանական հերթական պահանջն է լինելու։ Անգամ սրա հետ միասին Ադրբեջանը շարունակում է էսկալացիոն գոնե հեռակորաբանությունը։ Բայց եթե դու ցանկություն չես հայտնում կամ ցանկություն հայտնում ես եւ չես կարողանում, ինչ որ մեկը ինչի պետք է գա քո դարդլացի։ Որովհետև այդ մարդու այդ ինչ որ մեկի էգզիստենցիալ շահերից էլ է բախում դա։ Քո գործընկերը էս տարածաշրջանում բոլորին է խափում։ Ինքը բոլորի մոտ վստահությունը կորցրել է։ Ինչը եվրոպացիք չեն հասկանում, որ դա բլեֆ էր այդ օրենքը, որ իրանք անցկացրեցին։ Հասկանում են, չէ՞։ Ինչքան էլ խոսան եւ այլն, իրանք հասկանում են, որ դու խափում ես։ Ու դրա հետ միասին ինքը այդքան միջազգային մեծ աջակցություն ունի։ Չէ, միջազգային մեծ աջակցություն էլ եմ ասում, պետք չի ինչ որ մեկին մոլորեցնի։ Լավ, գոնե ձեզ բարձր չի մոլորեցնում։ Էլ եմ ասում, ես իզուր չբերեցի Ղրղստան, Տաջիկստան օրինակը։ Չէ, ոչ թե խաղաղության պայմանագրի իշխանությունը, դուք ասում եք ինքը բոլորին խափել է, բայց ձեր ասած Սուտասան խափեպա իշխանությունը, այո, եւ դա փաստ է ունի այսօր կամ առնվազն 3 ուներ գոնե այսօր հայտնի չի կոնսենսուսային աջակցություն եւ դա ինչի է բերում այս երկրի համար որևէ դրական բանի չի բերում բայց իր իշխանությունը համաձայն եմ բայց այս դեպքում ինչ է ասում են նայ հերթով գնանք լավ Ռուսաստանն այսօր զբաղված է չէ Ուկրաինա հիմա հարցերը որ կարգավորվեն իրենք կվերանային իրենց դե դրան է գնում կվերանային իրենց քաղաքականությունը Իրանը եթե տեսնի որ ամեն ինչ կարգավորվում է ստեղ դու պատրաստ ես քո շահերը պաշտպանես, ինքը կաջակցի։ Նույն արևմուտքը էլ եմ ասում, իրանց պետք չի կարծել, որ իրանք սենց քաղցր աչքով նայում են Ադրբեջանի իզոլացմանը։ Այո, Վիտկոֆ Մոսկվայից եկավ Բաքու, գնաց Վաշինգտոն, բայց դա դեռ որևէ բան չի նշանակում։ Դե ասում էին, որ Բաքվում ընդամենը բան արը, սամալյոտն է վերալիցքավորել, այսինքն ինչ որ քաղաքական հանդիպումներ չի ունեցել։ Ասում դու էլ ասա։ Չգիտեմ դա որքանով է ճիշտ որքանով ասա։ Այդ անեկդոտը հիշեցի։ Դա, այսինքն միևնույն դու պետք է կարողանաս հասկանաս, այս իշխանությունների խնդրեմը նրանում է, որ ինքը փորձեց հակասությունների վրա խաղալ։ Այն դեպքում, երբ կրկնում եմ, այս տարածաշրջանում կան հատվող շահեր եւ կարելի է հասնել դրան։ Ինչը որ եղել է, էլի եմ ասում, գյուտ չի եղել, երկնքից չեն կիչել։ Դա արել է, դա արվել է։ Նո, օրինակ առնվազն շահերի միացում եղավ այն ժամանակ, երբ որ թե արևմուտքը, թե հյուսիսը եւ թե հարավը կանաչ լույս վառեցին Ադրբեջանի համար հարձակվել Արցախին 20 թվականին։ Շահերի միասնություններ։ Ոչ մեկ դրան չխանգարեց, ոչ արևմուտքը, ոչ հյուսիսը, ոչ հարավը։ Որովհետեւ ստեղի կողմը չէր պաշտպանում, այսինքն ինչի ճշնամանաս Ադրբեջանի հետ, եթե Հայաստանը քեզ ոչ մի բան չի առաջարկում։ Բայց եթե շահերի միասնության մասն եք խոսում, տեսեք 14 թիվ, լավ, հետ եմ գնում 10 տարի։ Ոչինչ։ Միակ կետը, միակ հարցը, որի շուրջ կար այս բոլոր ուժերի միջև համախոհություն, Ղրիմի գրավելուց հետո, Ղրիմի գրավան պայմաններում Ղարաբաղի հարցն էր եղել, որովհետև ստեղ այս մարդկանց համար կարևոր է երկարատև, հարատև խաղաղություն։ Իսկ հարատև խաղաղության դու չես կարող հասնես, եթե այսպես կոչված խաղաղության պայմանագիրը մի կողմի համար ստորացուցիչ է։ Օրինակ շատ փորձագետներ այն կարծիքին են, որ եթե Վերսալի խաղաղության պայմանագիրը այդքան ստորացուցիչ չլիներ Գերմանիայի համար, երկրորդ համաշխարհային պատերազմը կարող էր չսկսել։ Համաձայն եմ, որովհետև այնտեղ անգամ սուրճի հաշիվը վճարելու ժամանակ գրվում էր, որ այն պայմանական արժե 2 դոչմարկ, որովհետև մեկը գնում է դեպ կոնտրիբուցիա, ասենք ֆրանսիացիներին։ Այո, այսինքն Կանտի ու Հեգելի հասարակությանը մի քիչ անշնորհակալ գործ չի համատել մեր հասարակությանը։ Մեր հասարակության խնդիրը չի ստեղ, տարածաշրջանում նոր պատերազմ սկսելու խնդիր։ Բայց հասարակության այդ պահանջը պետքա լինի։ Ինքը, գիտեք, Ալիքաձևը, այս այն հասարակություններ, որը 5 տարի առաջ Շուշիում հայկական բանակի կենացն էր խաղում։ Խաղաղության պայմաններում։
Համաձայն եմ, այսինքն ինչ էր գերմանացիք էլ, չէ, պատերազմից հետո ճնշված էին, հետո եկավ խաղաղություն եւ հետո ասեցին, չէ, դե sense ոնց կարող է լինի։ Եվ որպիսի լինի հարատև խաղաղություն, պայմանները պետք է հարգեն կողմերից յուրաքանչյուրի առնվազն նվազագույն պահանջները։ Իսկ ցեղ քո առնվազն նվազագույն պահանջները, կարիքները չեն հարգում։ Եվ հետեւաբար, եթե դու ինքդ ցույց տաս, որ դու պատրաստ ես, թույլ չտաս, որ առնվազն գլխիդ բամփեն, վստահ եմ, որ կլինեն մարդիկ, երկրներ, որոնք պատրաստ կլինեն դա Աղջան, կա կարծիք, Այսինքն ես կներես, միջազգային հարաբերությունները փողոցի հարաբերություններից չեն տարբերվում։ մեծ հաշվով 100%։ 100% Զելենսկի Թրամփ բանավեճը տեսակ, բանակցությունները տեսակ, չէ։ Հիմա կամերաները ուղղակի առանց կամերան։ Հիմա կամերաները գնում են եւ այդ նույնը կրկնվում է։ Կարող է իրար չեն քաշքշում։ Կարող է։ Այսինքն նույն փողոցի հարաբերությունները, եթե դու պատրաստ չես քեզ պաշտպանես, ոչ ֆոկոտիկուն ինչ կա։ Միշտ ասել եմ, ելի եմ կրկնում, միջազգային հարաբերությունները փողոցի հարաբերություններից էապես չեն տարբերվում։ Տեսեք Զելենսկի Թրամփ բանակցությունները, չէ՞ ուղղակի դա եղավ կամերաների տակ։ Հիմա պատկերացեք փակ բանակցությունները ոնց են գնում։ Շատ ավելի բան կարող են լինել, Անկասկած, այսինքն եթե դու նույն փողոցի հարաբերությունները ինչ եմ ասում, եթե դու չես կարողանում, չես ցանկանում, առնվազն չես ցանկանում քեզ պաշտպանես, ոչ ոք քեզ չի պաշտպանի։ Եվ եթե դու քեզ պաշտպանելու ռազմավարություն ընտրել ես ամեն ինչ տալ, վաղը քեզ կտկլորացնեն դուրս կշպրտեն։ Էդ է սա խնդիրը։ Այսինքն դու դի ցույց տաս, որ դու պատրաստ ես քո համ քեզ պաշտպանել, եւ անպայման կլինի մեկը, որը կկանգնի քո թիկունքին։ Եթե դա չլինի, այս երկիրը գոյություն չէր ունենա 91 թվականի սեպտեմբերի 22-ից։ 90-ականների եւ հիմիկվա տարբերությունը մի քիչ այնալի բան է, որտեղ ասենք ով կարող է պատկերացնել Ռուսաստան-Ուկրաինա պատերազմ կարող է տեղ ունենալ, ով կարող է պատկերացնել, որ Ռուսաստանը ուկրաինական այդ ճգնաժամի ֆոնին Թուրքիա եւ Ադրբեջանի կարիք հետքան կարող է ունենալ, այսինքն հարցերը բազմաթիվ են։ Բայց երկարաժամկետ շահերի վրա դա մեծ ազդեցություն չի թողնի։ Հասկան կան խնդիրներ, որոնք պետք է լուծես, չէ՞, Ռուսաստանը Եվրոպան պիտի իրան ապահովի։ Չէ՞, անվտանգությունը պիտի ապահովի արևմտյան ճակատի վրա։ Հյուսիսում պիտի իրան ապահովի։ Հարավում, հարավ-արևմուտքում պիտի իրան ապահովի, դա խնդիրը։ Նմանապես թուրքական Թուրքիան պիտի ձգտի թուրքական պետությունների այդ հարաբերությունները սերտացնի։ Դուրս գա Ռուսաստանի այս փափուկ որովայնի տակ։ Արևմուտքը եւ Ռուսաստան շահերի բախում լինելու է, թե չի լինելու։ Թուրքիան փորձելու է այդ երկուսի միջև խաղալ։ Այդ ամբողջ քարտեզի մեջ մի հատ հետաքրքիր բան կա, տեսեք, Փաշինյան հիմա գալով հասարակության վերաբերմունքին, էլի, եկեք դուք այդ անատոմիան ձեր մեջ փորձել եք հասկացնել, դուք անընդհատ ասում եք, որ երկիրը գտնվում է պատերազմից 5 պակաս, եւ իսկապես երբ որ տեսնում ես այդ պրոցեսները սարսափելի են, բայց դա չունի հանրային մեծ աջակցություն այդ իրավիճակը, որովհետեւ կա այսպիսի կարծիք նաև նրանով, որ հասարակությունը 20 թվականի պատերազմից հետո շոկայից դուրս չգալով անդիմության հնարավոր գործողություններին աջակցելու մեջ տեսնում է նոր պատերազմի հավանականություն։ Այո, իհարկե, դա այս ամբողջ իշխանությունների 5 տարվա քարոզչության հետևանքն է։ Նույնը իրանց նարատիվն է, եթե մենք սա էլ չզիջենք, կլինի պատերազմ, սա էլ չզիջենք, կլինի պատերազմ, սա էլ չզիջենք, կլինի պատերազմ։ Հետևաբար հնարավոր ինչ որ մի բախում, օրինակ փոքր, լոկալ, համ Փաշինյանի, համ Ալիևի շահերից է այսօր բախում։ Ինչի։ Որտեղ Ալիև Փաշինյանը կվերկենա կասի, տեսեք, ես ասում էի, տեսեք, այս ընդդիմությունն է մեղավոր։ Չէ, ինքը ինչ է ասում։ Դա ասում է, տեսեք, որի համաձայնվեիք նշաձողը իջացնելուն։ Այս ամեն ինչը չէր լինի։ Այ որ համաձայնվեիք, որ Արայիկ Հարությունյանը նախագահ լինելու փոխարեն նստեր վրանում, այս ամեն ինչը չէր լինի։ Իր միակ նպատակը իշխանություն պահելն է։ Բայց ձեր ասածը իր իշխանությունը չի երկարացնելու, որովհետև եթե անգամ այս խաղաղության բանակցություններով Ադրբեջանը հարձակվի Հայաստանի վրա, սա այս ժողովրդի համար բան կլինի, որ այն գիծը, որ բռնում է Փաշինյանը, ոչ պիտեղ չի տանում։ Բայց մյուս խնդիրն այ տեսեք, եթե համաձայնվեի, կա եթե ստորագրենք, մոռանալով որ իրանք համաձայնվել են, Ադրբեջանը չի ստորագրում։ Դա իդեպ շատ կարևոր է։ Նենց չի որ Ադրբեջանը գրիչն առել է ուզում է գա, ընդդիմությունը փագել է ասում մի արի, իսկ Ադրբեջանը չի ուզում այդ թուղթը ստորագրի։ Դե թիմը հարցն է Ադրբեջանը չի ուզում։ Դե հենց Ադրբեջանը չի ուզում, ստանք են ուզում։ Բայց Ադրբեջանի չուզելն էլ հենց վախտան է, որ Ադրբեջանը հաշվառնելով վերջի 2 օրվա քարոզչական ամբողջ պատրաստությունները
պատրաստվում է ագրեսիայի։ Այսքան ինչ որ ես էի ասում։ Ամեն դրացուցիկ զիջում բերելու է զիջման նոր պահանջի։ Լուծումը չեմ Լուծումը դառնում է խնդիրը գալի, այսինքն Արադ Միրզոյանը ваши действия հանձնաժողովի նիստում։ Ну первое наши действия, առաջինը մեր գործողությունները, լավ, իրանց գործողությունը առաջինը։ Հասկանալ, որ իրանք չեն կարողացել սա անել, չեն կարողանում խնդիրը լուծել, ասել մենք այն կողմ ենք հաշվում, թող գան մարդիկ։ Ուտոպիա մեկ անցի։ Չէ, բայց խնդիրը հետո չէ, տենց մի ասա ուտոպիա։ Այսինքն ուտոպիա, այսինքն Փաշինյանի իշխանությունից հրաժարվի։ Չէ, համաձայն եմ, բայց Փաշինյանից բացի այլ մարդիկ կան իրանց մեջ։ Միգուցե դա էլ է թվում թե Պարոն Խաչատրյան, ես հիմա հիշեցի, որ ԿՊ-ն փորձում է Թուրքիայի եւ Ադրբեջանի միջև ռասկոլ ասել, այ մոտարապես այդ Չէ, ելեմ ասում, թե դա էլ է ուտոպիա, բայց ամեն դեպքում նախ փաստենք, որ իրանք սխալ են անում։ Հետևաբար առաջի քայլը չանել են ինչ որ իրանք անում են։ Երկրորդը կրկնում եմ, խոսել այն ուժերի հետ, ովքեր կարող են եւ պատրաստ են քեզ գոնե կարճաժամկետ հանդարտություն ժամանակ բերեն, որպեսզի դու կարողանաս Ադրբեջանի հետ բանացել։ Դուք Փաշինյանին պետական դավաճան եք անվանել, դուք ասելով ընդդիմությունը, անդամ չգիտեմ։ Դատախազություն ենք դիմել այդ այսինքն հիմա դուք ասում եք մարդը պետական դավաճան է, իսկ պետական դավաճանը դա ամենասարսափելի բանն է, որ հնարավոր է լինի պետական գործի պայմաններում։ Մի հատ էլ ասում եք թող ինքը ընդունի մեր օգնությունը, այսինքն մենք չենք ասում ենք օգնություն, ենք ասենք դու գնա։ Ինչ օգնենք, որ ինչ մենք չենք ասում քեզ կօգնենք, ինչու՞մ օգնենք։ Ինքը չի, ինքը օգնության կարիք չունի, օգնենք, որ ավելի լավ զիջի։ Չէ, տիպա օգնենք, որ չզիջի։ Բուդայի անբանը առակը դարավ, չէ, ասում նստեն կողքը լացեն, օգնեն, որ լացի, չէ։ Ինքը պետք է հասկանա, որ ինքը գնացել է։ Ինքը չի հասկանում, ժողովուրդը պետք է դա հասկանա։ Եվ իրականում բոլոր այս հարցումները այդ ամեն ինչը դա են ցույց տալիս։ Ինչ են ցույց տալիս։ Որ իր հեղինակությունը վերջի օրինակ մի քանի տարվա ընթացքում քանի անգամ այն։ Դա բացարձակապես չի ավելացել ցավոք ընդդիմության հեղինակությունը։ Հասկացա, բայց ընդդիմության հեղինակությունը այդքան չի ընկել։ Բախաճոտրյան վերջին ընտրություններում 21 թվականի քանի տոկոս Հայաստան դաշինքը հավաքել։ 1/3-ից մի քիչ։ Հիմա քանի տոկոս է Հայաստան դաշինքի եւ Ռոբերտ Քոչարյանի վարկանիշը։ 15%-ի կարգ։ Մենք տարբեր սոցհարցումներ ենք։ Դե դուք ո՞րն եք ասում 3%։ Եվ մենք տարբեր սոցհարցումներ ենք։ Լավ, այսինքն օքեյ, 10% թող։ Համ 10-ին համաձայն։ Երկու անգամ ընկել է թե չի ընկել։ Հասկացա, բայց Իրանը ինչքան է ընկել։ Իրան էլ է ընկել, բայց ավելի շատ վաղը որ ընտրություն եղավ, եթե ամեն ինչ ընտրական process-ով գնաց, այդտեղ բան է լինելու, այսինքն այդ սխեմա մի անգամ խաղարկվել է, չէ՞, явկան քիչ է լինում, դրա այդ քիչ явկայի մեջ ինքը շատ ձայն է ստանում։ Հասկացա, բայց այդ գումարային Իրան անդիմությունը շատ ավելի մեծ է, քան Իրան աջակիցների շրջանը։ Ասպայական կասակ թեմային, այդ Իրան անդիմությունը վերջի շրջանում այնքան իրար նկատմամբ կարմիր գծեր է խախտել, որ ես օրինակ չեմ կարողանում հավատալ, որ դա համագործակցությունը կարող է ստացվի։ Այդ իրար մեջ կարմիր գծեր խախտածները ինչ որ մի բան կարողանան գան, ընդհանուր հայտարարի նվազագույն կորուստներով դուրս գալու։ Լավ, ստեղ են հիմնականին հթոխանեն, հետո իրանք հարցերը կլուծեն։ Չէ, բայց հիմնականին հանելու համար պետք է այդ կապ չունի, ասկամ ես ընտրությունների գնում ես, այս մարդը ստանում է իր 20%-ը կամ 15%-ը, չէ։ Է մնացածները թող իրանց 5%, մեկը 7%, 10%, լավատեսությունից ոգևորում է։ Դրա համար է մեկի որ ոգևորում։ Ձեր լավատեսությունը ֆանտաստիկ է 15-20%, վարչական ապարատով, ռեսուրսներով եւ այլն։ այլն։ Դու շեշտեցիր, որ եթե ընտրական process-ները գնան օրենքով։ Չէ, ասացի հանդարտ իրավիճակում, եթե հասնենք ընտրությունների։ Հա, շատ է, բայց ասկան դու չես կարող։ Մյուս տարբերական ընտրությունները բոյկոտելն է։ Չէ, մյուս տարբերակը ասում եմ հիմա գարուն է, ես սկսել ընդդիմության ավանդական շարժումները։ Լավ։ Մեկը մյուսին չի խանգարում։ Հիմա մի փոքր էլ վերադառնալով էս ընդհանուր իրավիճակին, հետո դրա մասին խոսենք, այստեղ տեսեք բան կա, կարևոր ու հետաքրքիր իրավիճակ է ստեղծում, որ կարծես թե համ բոլորը ողջունում են Հայաստանի եւ Ադրբեջանի միջև եւ այլն, հա, Ռուսաստանից սկսած, մինչև Էստոնիայով, Ամերիկայով, Տաջիկստան, Կիրգիզստան, Սահմանազատումն է։ Հա, որտեղ բա։ Ես կն երկու կողմ ասում են մենք համաձայնվել ենք, ով կարող ասի չէ մի համաձայնվել։ Ոչ մեկ չի կարող ասել։ Բայց դրա հետ միասին ամերիկացիները կարծես ավելի ինչպես բան հայտարարություն տվեցին, հա, Թրամփի։ Քիչ ավելի խիստ տվեցին։ Գերիներին ազատեք, հետո գնացեք խաղաղության պայմանագիր կնքել։ Հիմա միշտ ինչ էինք խոսում, մենք ասում ենք Թրամփին, մենք չէ, այս ընդհանուր Թրամփի վարչակազմը Հարավային Կովկասով առանձնապես հետաքրքրված չի։ Այստեղ կարծես թե մի քիչ այլ բան տեսա։ Դե առանձնապես կարող շատ հարաբերական լինի։
Նույն Թրամփի վարչակազմը բավականին ակտիվ էր Հարավային Կովկասում 18 թվականին, իհարկե այլ նպատակներ հետապնդել, այստեղ Իրանի խնդիր։ Իրանի խնդիրն է, հիմա նորից այդ այս խնդիրը։ Հա, այսինքն անկախ նրանից, թե որն է քո մղիչ ուժը, հա մենք տեսնում ենք, որ հետաքրքրված են, շահագրգռված են։ Եվ օրինակ, ստեղ երկարաժամկետ խաղաղությունը նաև իրանց շահերից է բխում։ Իրանի շահերից է բխում, Ռուսաստանի։ Դեր ասելով ես եկա հասային եզրակացության, որ խաղաղությունը չի բխում միայն Փաշինյանի ու Ալիևի շահերից։ Փաշինյանի շահերից բխումը հնարավորինս շուտ ունենալ մի հատ թղթի կտոր, հնարավորինս շուտ, որի վրա գրված կլինի խաղաղություն, որ ինքը Չեմբերլենի նման թափարի թուղթ ասի, ես խաղաղություն եմ բերել եւ գնա ընտրությունների։ Փաշինյանի շահերից բացարձակապես Ցավոք քաղաքական դաշտում Չերչիլը չի երևում, պարոն Խաչատրյան։ Չերչիլները երևում են, հարցը դրանում չի։ Լավ, բայց Չեմբերլենը որ Չերչիլները նախին չէ, ծովային նախարար եւ այլն, Չեմբերլենի օրոք Չեմբերլենը իդով հետո եկավ նախապես որպես ծովային նախարար։ Բայց հարցը նրանում է, որ երբ Չեմբերլենը ձախողվեց, ոչ ոք չասեց լավ, Չեմբերլենը որ գնա չյովելով ագան։ Ամբողջը դրանում է, ձախողվել է։ Դա ֆիքսենք, կարմիր գիծը քաշենք, այդո արդեն այլընտրանքի։ Այդ ֆիքսելն ինչ որ ձև պետքա պրոյեկտվի, չէ՞, այսինքն ինչ որ կապիտալիզացիա պետք է, ոնց է ֆիքսելու դա։ Ընտրական process-ով։ Հանրային դրամատրությունները, որը մենք այսօր տեսնում ենք։ Իդեպ հանրային դրամատրությունների մասին, պարոն Խաչատրյան։ Նույն Չեմբերլենը ոնց տեսա, որ իր դեմ բան չեղավ, ներողություն հանրահավաքներ չկազմակերպվեց։ Չէ, բայց իր քաղաքականության հետևանքով արևելյան Եվրոպայում որոշակի քարտեզային փոփոխություններ տեղի ունեցան։ Եվ բերվեց եւ սկսվեց երկրորդ համաշխարհային պատերազմը։ Չէ, բայց ասում եք այդ Չեմբերլենը եկեք ֆիքսենք ոնց եղավ։ Դա հետո տեղի ունեցավ։ Հա, հասկացա, չէ, որ ասում եք եկեք ֆիքսենք, որ ցած ձախողել է, այդ դայի նկատի ունեմ, այդ ֆիքսելու կապիտալիզացիան, այդ ֆիքսելու ամրագրումը ինչպես պետքա տեղի ունենա։ Փաշինյանին տուն ուղարկելով, չէ՞։ Այո։ Այսօր Փաշինյանին տուն ուղարկելու որևիցե գործընթաց գոնե տեսանելի չի երևում։ Իհարկե տեսանելի չի երևում, բայց հասկանում եք, չէ՞, process-ներ են։ Տեսանելի միայն երևում է դասականից եկեմ ասեմ։ Երկու, չէ, դե բարձր process են, բայց երկու ընդդիմության հատվածների միջև էսպային կռիվ երևում է։ Նու ոնց որ թե մի քիչ իջել է բան դոզան այս վերջի 2 օրվա ընթացքում, բայց այ Փաշինյանին հեռացնելու օրակարգ այս պահին փողոցով կամ չգիտեմ ինչ որ անեն չկա։ Այսինքն ուրփաթորվա Արարատ Միրզոյանի հետ մտերմիկ զրույցը ազգային ժողովում ճակերտավոր, դա այդ թեմայի մեջ չի։ Դե Արարատ Միրզոյանը գնաց իր աշխատասենյակ եւ շարունակում է եկալ։ Պրոցեսը կա թե չէ, պրոդուկտը հա։ Ինքը դեռ ընտեղ է եւ ողջունում է Qırğızstan, Տաջիկստան սահմանային հարցերի լուծումը։ Դե այտենց Արարատ Միրզոյանը զրույցը 2020-ից 2000 անգամ եղել է։ Դե հա, բայց ամեն զրույցից հետո ինչ-որ մի բան փոխվում է, չէ։ Չէ։ Հա, ոչ չէ։ Դու ես պատին որ խփես։ Բայց պարոն Խաչատրյանը 5 տարի Փաշինյանը վարչապետ է։ 7 տարի։ 7, չէ, 20 թվականից հետո եմ ասում։ Դա իրականությունը։ Եվ Այսինքն պետք է շարունակել այդ ամեն ինչ եւ ամեն խփելուց։ Լավ, ավելի առարկայական, դիմացը ինչ որ process-ներ կան, թե չկան ձեզ։ Դրանք ինչ որ բան ունեն, այսպես ժամկետներ, ես չեմ անում ազդարարման բան, ինչ որ տրիգերներ, ինչ որ գոնե մոտավոր եմ հարցում, չեմ ասում օր, ժամ, վայրկյան ասեք եւ այլն եւ այլն։ Այո։ Այոն կարճ էր։ Այո եւ կունենալու են։ Ուզում եք որ ես իմացա։ Այո եւ ես օրերով ժամկետներով անում։ Չէ, օրերով ժամկետներով։ Ինչով է տարբերվելու Post Telegram մաստի, հա։ Հա, ինչով է տարբերվելու ՀՓՇ-ից, դիմադրության շարժումից ու սրբազան շարժումից։ Ամեն հաջորդ շարժում հաշվի առնեմ նախորդների փորձ։ Բայց վերջում մեկ այդ վերջը դեռ չի եք։ Շարժման վերջերը եկել է։ Հասկացա, դրա համար եմ ասում, ամեն հաջորդը նախորդների փորձը հաշվի առ։ Օրինակ Ադրբեջանը հայտարարել է, որ ինքը կստորագրի խաղաղության պայմանագիր կամ խաղաղության պայմանագրի այդ ամեն ինչը ճակերտների մեջ նախապայման է համանդրության փոփոխություն։ Չէ, մենակ է չէ, քան եթեներ չէ, բայց նախապայմանը սա է, բայց դրանից բացի կան նաև այլ պահանջներ։ Այո։ Այսինքն համանդրական հանրաքվեի ձախողումը, որ հանրաքվեն կամ քվորումը չապահովի, լավ, մասնակցությունը կամ դեմեր ենքան լինեն, որ դա չկայանա, օրինակ դա կարող է չէ տրիգեր լինել։ Պարոն Խաչատրյան, դուք ինձ վախեցնում եք արդեն։ Ոչինչ, ես բարի մարդ չեմ։ Ես հույս ունեմ, որ դուք մարի մարդ եք, գոնե պետության առումով, որովհետև ես ինչքան հասկանում եմ եւ Փաշինյանին դրա մասին խոսում են, որ Սամարության հանրակրվեն չի կարող լինել մինչեւ հերթական խորհրդարանական ընտրությունները։ Ոսենց։ Իրենք են ասում։ Բելավ իրաց խոսքին երբանից սկսեց իր հավատալ։ Բայց իրենք են Սամարության հանրակրվեն լինելու բանից եղան, ասում են հիմա չի լինելու։
Լինելու է ընտրություններից հետո։ Սկզբից 27-ին ասում, 26 են բերում, բայց որ դուք ասեք սահմանության հանրակրվեն տրիգեր կարող անդիսանա, ես արդեն ֆիքսում եմ, որ Փաշինյանը 26-ի մոտ վարչապետ է ընտրվելու, որից հետո Ես էլ եմ ասում, դուք ինչի առաջնորդում նանը, որ Փաշինյանը ինչ ասում է ճիշտ ասում։ Այդ ո՞ր խոսքն է։ Առաջին մի քանի ամիսով հանրակրվե է դնելու միջև ընտրությունները։ Դա իշխանության համար գերեզմանափոխար կլինի։ Որովհետև ընտրությունների գնալը այլ բան է խորհրդարանական, ադրբեջանական ատրճանակի տակ սահմանություն փոխելը ժողովրդի համար այլ բան է, երկու տարբեր իրականություններ են։ Իսկ կարող է մյուսը լինի, ասի սահմանության փոփոխությունը դա պատերազմի եւ խաղաղություն ընտրությունն է, նույնն է ինչ որ պատերազմի եւ խաղաղություն, ԿՊ եւ մնացածները։ Այստեղ ասում է your turn, դուք պետք է անեք արդեն ինչ անում եք։ Հա, բայց ի նկատի ունեմ տենց գլխանց մի կտրի որ դա հնարավոր չի, որ այդ սահմանադրությունը արդեն ինչ որ մի Ես հավատում եմ Հայաստանի իշխանությունների խոսքերին եւ ֆիքսում եմ իրենց ասած ժամկետները, պարոն Խաչատրյան։ Աստված ինձ էլ այդքան հավատա, ոնց որ քեզ ա տվել։ Շնորհակալ եմ շատ։ Սիրո։ Իմ հյուրն էր Արթուր Խաչատրյանը, խորհրդարանի Հայաստան խմբակցության պատգամավոր։